Նայեք վրացիները մեր մասին ինչեր են անում, ասում ա բացահայտ թշնամին ավելի լավ ա, քան սուտ ընկերը, հենց այն ինչ որ իրանք են մեր համար, ուրեմն ստեղ իրանք իրանց թուրքերի հետ թշնամի են նկարագրել, երբ որ իրանք թուրքերի հետույքից դուրս չեն գալիս, իսկ մեզ հլը նայեք ոնց են նկարագրել, իբր թե մենք դանակը մեջքի հետև ենք պահում ու իրանց ձևը հլնայեք իբր թե հայի դեմքը, վայ աստված, այն ինչ որ իրանք են լրիվ, ու մենք սենց բեխաբար հասկանում եք ինչումն ա հարցը, որ իրանք մեր հետ կռվում են այս արդեն շատ երկար տարիներ ու դարեր, իսկ մենք ընդհանրապես չենք մասնակցում այդ պատերազմին, մենք խաբար չենք, մենք մեր համար հանգիստ ապրում ենք, մտնում ենք ինտերնետ, իրանց էջերը հանգարց տեսնում եմ, շշմած նայում եմ, ամբողջ օրը մեր մասին են խոսում, ժողովուրդ, մենք իրար հետ հավաքվում ենք, մենք իրար հետ մեր հարցերն ենք լուծում, սուրճ ենք խմում, գնում ենք մեր գործերով, մենք իրանց անունը մեր իրական կյանքում հեչ տալիս ենք երբեք, բայց իրանց էջերը որ մտնում ես, սաղորը մեր մասին խոսում են ու ասում են հայերը մեզ նախանձում են, այս մենք մի բան ենք արել, հայերը մեզանից գողացել են, հենց տեսան մենք սա ունենք, իրանք անեցին, իրանք մեր հետևից էս են խոսում, մենք իրանց մասին ընդհանրապես չենք խոսում, ժողովուրդ ճիշտն ասեք, ես ձեզ եմ հարցնում, դուք ձեր իրական կյանքում, որ առավոտը վեր եք կամ դուք իրանց մասին հեչ մտածած կաք, տենց բան մեր մոտ ընդհանրապես չկա, եթե այս ինտերնետը չլիներ, ես չտեսնեի իրանք ինչեր են մեր մասին խոսում, ես չէի իմանա, որ իրանք այսքան մեզանով տարված են, ամբողջ օրը ամենտեղ գրում են ու այս սրանց նկարների, հոլովակների տակը հազարավոր հոգի հավաքվում ա իրանցից ու մեր մասին վատ բաներ են գրում ու իրանք ասում են, որ մենք իրանց նախանձում ենք, որ մենք ամբողջ օրը իրանցով ենք տարված, որ մենք ամբողջ օրը նայում ենք իրանք ինչ ունեն, ոնց են անում ու մենք կրկնում ենք ու մենք ասում ենք էդ մերն ա, ամբողջ օրը դրա մասին են խոսում, ժողովուրդ, սա մի հատ ուրիշ ձևի հիվանդություն ա, ես այսքան 20 տարվա մեջ ամեն օր ես ինտերնետը մոնիտորինգ եմ անում, ես մինչև հիմա չեմ կարող ասել ով ա ավելի բեթար մեզանով տարված, սրանք թե ազերիները, այ կարող եմ ասեմ ոչ թուրքերը, թուրքերը տենց չեն, թուրքերը ձեզ ասեմ իրանց թշնամին հունացիքին են համարում ու իրանք հունացիքի դեմ են կռվում, մեր դեմ իրանք այսքան բան չունեն գրած, չեն էլ գրում, իրանք մեր մասին չեն գրում, պատկերացրեք, որ իրանք մեզանից չեն խոսում, մեզ չեն հիշում, մենակ եթե գենոցիդի հարցն ա գալիս, այդ վաղտեն իրանք թրփոշանում, արթնանանում ու սկսում հերքել, բացի դրանից մենք գոյություն չունենք իրանց համար, այ մենք իրանց մասին խոսում ենք դա, մենք թուրքերի մասին ամեն օր խոսում ենք, դա ճիշտն ա, չէ, որտև մենք համարում ենք իրանց մեր ասնավնոյ, հիմնական թշնամին, Ադրբեջանին համարում ենք Թուրքիայի պրիդատկը, Թուրքիան չլինի, մենք չենք պրոբլեմ ունենա, այդ պրոբլեմը, որ Ադրբեջանն ա մեզ ստեղծել, առանց Թուրքիայի չկա, դրա համար մենք տենց ենք համարում, բայց թուրքերը չէ, իրանք մեզ որպես իրանց հավասար թշնամի չեն համարում, իսկ Հունաստանը համարում են, ու մեր մասին չեն խոսում, ու ավելին ասեմ, հլը մի անգամ մի հատ պրոստը նորմալ կոմենտ գրեք մի հատ թուրքերի էջում, կտեսնեք, կգան այնքան սրտիկ կդնեն ու ձեզ կոմպլիմենտ կանեն ու կասեն իրանք իչքան են սիրում հայերին ու իչքան են ուզում հայերի հետ ընկերություն անեն այն, որ ադրբեջանցիքից դա չենք լսում, նու հիմա գրում են, որովհետև արդեն հողերը իրանցով են արել ու հիմա գրում են եկեք ընկերություն անենք, բայց սովորաբնո մեզ ատելությունով են գրում, բայց իսկական ատելությունը այս սրանցից 100% ա գալիս ու ադրբեջանցիքից չես հասկանում ով ա այդ երկուսից մեզ ավելի շատ ատում, այս երկու եթե ասենք երկու ազգաշխարհում ով ա հայերից ամբողջ օրը խոսում, ամբողջ օրը, որը էջը նայում ես, որ մի հատ ու հանկարծ չասեք, որ էդի ազերիներն են, այդ սուտը արդեն գիտեք ինչ արեք, արդեն
դուք թշնամի եք դառնում հայությանը, երբ որ դուք ձևեր եք թափում, որ դուք այդքան խևեք ու քորեք ու չեք տեսնում ու չեք հասկանում, որ դա հենց վրացիներն են։ Վրացիները ամբողջ օրը դա ասում են ու ձեր վրա էլ ծիծաղում են, որ դուք սոռավնո ադրբեջանցիքին եք դա կպցնում, հերիք է դա անեք։ Դուք արդեն այդ հիբրիդային պատերազմում ինադու եք անում, որ հայերը տարվեն։ Այ դուք հատուկ այդ հայերը, որ ասում են, վայ, էդի ադրբեջանցին է անում, ոչ թե վրացին, գիտեք ինչքան ազերա ապրում Վրաստանում, այ դուք ինադու եք անում, որ մեզ մեջքից խփեք այս հիբրիդային պատերազմում։ Դուք չեք ուզում, որ մենք կարողանանք պաշտպանվենք։ Մենակ դրանով ես կարամ բացատրեմ ձեր այդ ուպորստվան։ Որովհետև դուք ուզում եք գնաք Բաթումում հանգստանաք, այդ ձեր Բաթում գնալու պատճառով դուք հայությանը մեջքից խփում եք, դուք ներքին թշնամիներն եք։